Բարձրան դատարան ես մի քիչ այլ հակադարձում կսպասեի, որքանով որ հասկանում եմ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքով, քրեական դատավարության օրենսգրքով, ինչպես նաև դատախազության մասին օրենքով կանխական չլինելը դա բացակի հիմքերից մեկն է։ Ես օրինակ իմ խոսքը կառուցել եմ բացառապես դրա դիրույթում։ Եթե դա այլևս իրավական կատեգորիա չէ, քավլիշի դա էլ դիքսենք։ Ես լսեցի, որ պարոն Հովհաննիսյանը փաստորեն առարկություն ուներ եւ ինձ հորդորեց զերծ մնամ սրբազանի կարգավիճակը օգտագործելու համար, որովհետեւ մեղսագրվող արարքը հոգևոր գործունեության համար չէ։ Այդ հոգևոր գործունեության համար երբ կարաք մեղադրանք առաջադրեք։ Այսինքն հոգևոր գործունեությունն էլ ակրեականացվե։ Այսինքն օրինակ սրբազանքի առաքելությունը պարոն Հովհաննիսյան, սոփեստությունն է սա, հիմա հակադարձեք ասեք, որ դրա համար չի։ Եթե սրբազանը ունի այդ կարգավիճակը, որը Հայաստանի Հանրապետության հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար բարձրագույն կոչում է, այս վստահ ձեր համար էլ ասենց։ Հիմա ինչ է, եթե չնշենք, հիմա սրբազանը չէ, ու նստած է մեղադրյալի աթոռին։ Ըստ էության մի մեղադրանքի շրջանակներում, որից հղումներ մեղադրական եզրակացության մեջ տվել եք, որը թերի է, առնվազն ձեր գնահատմամբ է, մեր գնահատմամբ է կեղծ է։ Հիմա այդ պայմաններում չասեք սրբազանը 100 օրից ավել կալանավորված է։ Ինչ էի ասում իմ խոսքում, եթե դա սոփեստությունն է քավլիցի։ Ի վերջո սոփեստությամբ Սոկրատեսն էր զբաղվում, օքեյ, շատ լավ։ Դες ասում է Խուդոյանը, ես նոր սոփեստներ ենք, ինչև է։ Թող դա լինի գնահատականը, ես ուրիշ բանն եմ ուզում հասկանամ։ Լավ, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ դատախազության, Հայաստանի Հանրապետության դատախազության, առաջին հանրապետությունից մինչև երրորդ հանրապետություն, վստահ եմ առնվազն դրա վերաբերյալ կոնսենսուս ունենք, մենք դեռ բոլոր հանրապետություն չենք ներխուժել։ Հիմա քանի դեպք ա եղել, որ մեղադրյալ ա եղել սրբազան։ Ինչ կապ չունի ինչն ա մեղադրանք։ Որտեղ առնվազն անմեղության կարգավարկածը ձեր համար էլ չի ակտարվել։ Վստահ եմ ձեր համար էլ չի ակտարվել։ Ինչքան էլ դուք ներքին համոզմունք ունենաք, որը ձեզ թույլատրելի է միայն հանրային մեղադրողների, բայց չի ակտարվել։ Որտեղ չկա, չէ՞ օրինական ուժի մեջ մտած վճիռ։ Հիմա այդ պայմաններում բադա ոնց չընդգծենք, ոնց այդ հուզականությունը չընդգծենք, բայց կա այդ հուզականությունը։ Գործընկերներ, եթե չկա այդ հուզականությունը, դա ուրիշ խնդիր է, դա ավելի վատ բան է։ Դա նշանակում է, որ կանխականությունը ավելի ամրապնդված է։